Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլորին, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատեմ ես, Լուսի Քոչարյանը, ներկայացնեմ այն բոլոր տարբերակները, որով մեզ կարող եք հետևել, ի հավելումն իհարկե ռադիոհաճախականության, դրանք են arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել, Facebook-յան հարթակը հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում կարող եք միանալ մեր live stream-ին, թողնել մեկնաբանություններ, դիտարկումներ, հարցեր, դրանք բաց են եւ ես կարող եմ դրանց հետևել եւ ներկայացնեմ թե ում հետ ենք այսօր զրուցելու, ունենք երկու մասնագետ MHS հոգեկան առողջության ծառայություն կլինիկայից, նրանք են հոգեբուժ Անահիտ Դարաբյանը, ողջույն, եւ հոգեբան Սուսաննա Մելքոնյանը, ողջույն Սուսաննա։ Ողջույն։ Շնորհակալություն համաձայնելու համար մեր այսօրվա թեմային քննարկմանը մասնակցելու համար, որովհետեւ հարցերը հավաքվել են, ինչ ակնկալել հոգեբանից եւ ինչ ակնկալիքներ ունենալ հոգեբուժից, ինչ կարող են նրանք անել ըստ իրենց մասնագիտացման գործիքակազմի եւ ինչ այնուամենայնիվ այնքան էլ կախված չէ մասնագետից, այսինքն փորձելու ենք այսօր եւ առանձին ու նաեւ համագործակցության առանձնահատկությունները հասկանալ ու գիտելիք փոխանցել հանրությանը, որ เป զի նրանք նախ լավ տարբերակեն թե որ գանգատների եւ որ ախտանշանների դեպքում ում է պետք դիմել եւ հետո եթե դիմեցին, հայտնվեցին ձեր սենյակում, մի քիչ իրատեսական մոտեցում ունենան, այ ինչ կարող է իրենց մոտ շտկվել եւ ինչը այնքան էլ ոչ։ Սկսենք երևի թեթև խնդիրներից, այսինքն հոգեբանից։ Եվ այսպես, կարող ենք սկսել մոլորություններից կամ միֆերից, այ որ ձեր սենյակում հայտնվում են, դուք ինչ եք զգում առաջին հերթին, նրանք ինչ անիրատեսական սպասելիքներ են ունենում ձեզնից որպես մասնագետի։ Լուսի ջան, ես կուզեմ այս հարցին մոտենալ այսպես, որ այցելուները գալիս են ինչպես իրատեսական, այնպես էլ անիրատեսական ակնկալիքներով, այդ ձեր ասած միֆերով, ու հենց առաջին հանդիպման կարևոր նպատակներից մեկն է հստակեցնել հայցը եւ այցելուի հետ գալ մի ընդհանուր հայտարարի, որտեղ նա կարող է հասկանալ ինչ իրապես կարող է ակնկալել հոգեբանից, իսկ ինչ ոչ։ Այդ մոլորությունների շարքում են, որ հոգեբանը պետք է շատ արագ լուծումներ տային բոլոր խնդիրներին, օրինակ 1-2 հանդիպում գնացի, խոսեցի խնդիրներից եւ ահա ինքը մի որևէ խորհուրդ կտա ու ես դա կանեմ ու իմ հարցերը կլուծվի, այսպես ասած։ Կամ որ օրինակ շատ ծանր դեպքերում կարա լինի, օրինակ կորստի, բաժանությունների դեպքում կարող է ակնկալեն, որ այցելելով հոգեբանի այլևս ցավ չեն զգա, կամ մի բան արա, որ իմ տխրությունը անցնի։ Բայց այստեղ արդեն իրատեսական մոտեցումը այն է, որ կորստին հաջորդող նորմալ փուլ է տխրելը, նորմալ փուլ է էմոցիաներ ունենալը եւ հոգեբանից իրատեսական սպասելիքը կարող է լինել ապահով դաշտ ստեղծել, որպեսզի այդ էմոցիաները տեղ գտնեն արտահայտվելու եւ հետագա կյանքի նոր իմաստների կամ նոր ռեսուրսների բացահայտման ուղղությամբ գնալ։ Այսինքն լինում է, որ մարդիկ նաև ավարտված են համարում իրենց խնդիրների հետ աշխատանքը, օրինակ հոգեբանին դիմելուց հետո, որ այ ես դիմել եմ, դե էլ ինչ ունեի անելու, իմ գործը այդտեղ ավարտված է եւ ես փոխանցել եմ այդ գործը կարծես թե հոգեբանին, նա պետք է միանձնյա զբաղվի դրանցով։ Այդտեղ շատ անձի պատասխանատվության հարցն է գալիս, որ այցելուն պասիվ մասնակիցը չէ թերապիայի, այլ նա ակտիվ համագործակցողն է հոգեթերապևտի հետ ու նաև մեծապես իրենց կոնտակտից է կախված ու այցելուի մոտիվացիայից ու աշխատելու ցանկությունից է կախված, թե ինչ ընթացք ունենա հոգեթերապիան նաև։ Մի այսպիսի միտում եմ նկատում հայ հանրությունում, միգուցե այլ երկրներում էլ սա կա, բայց մենք հավաքվել ենք Հայաստանի շուրջ, ինչպես ասում են, հաճախ մարդկանց բերում են հոգեբանի ու հետո նաև հոգեբուժի տարբերակը կքննարկենք, այլ ընկերներ կամ բարեկամներ կամ հարազատներ գտնելով եւ համոզելով, որ իրեն հստակ պետք է դիմել մասնագետի։ Արդյոք սա վալիդ է, իրավունք ունի տեղ գտնելու ձեր աշխատանքում, եթե ինքը չի գալիս եւ ասում է, որ գիտեք, օրինակ մայրս կամ կինս կամ ընկերուհիս համոզել են, բերել են, դուք աշխատում եք այսպիսի դեպքերում։
Այստեղ կարող ենք երկու տեսակետ դիտարկել, մեկը այն դեպքում, երբ չկա իրական խնդիր ու չկա իրական մոտիվացիա աշխատելու, այսինքն որևէ բան փոխելու կյանքում կամ դա այնպիսի թեթև խնդիր է, որ այցելուի ռեսուրսները լիովին բավարար են, որ ինքը դա հաղթահարի ինքնուրույն առանց հոգեթերապևտի։ Այս դեպքում անցկացվում է առանձնային խորհրդատվություն եւ միասին այցելուն ու հոգեբանը կարող են գալ այն եզրակացության, որ այս փուլում ինքնուրույն այցելուն էլ կարող է հաղթահարել իր խնդիրները։ Բայց լինում են նաեւ դեպքեր, երբ մարդը կարող է ունենալ իրապես խնդիրներ իրական, որոնք նա չգիտակցի, որ օգնության կարիք ունի կամ չհավատա, որ իրեն որևէ մեկը կարող է օգնել։ Օրինակ որոշակի տիպի դեպրեսիայի դեպքում, հա, կարող է թեթև լինել ու ֆունկցիոնալ լինել, բայց մարդը կամ հավատը չունենա, որ իրեն կարող են օգնել կամ չուզենա դիմել։ Այս դեպքում շատ օգտակար է լինում հորդորը ընկերների ու հարազատների։ Այս դեպքում արդեն եւս մեկ ավել լրացուցիչ քայլ ունի հոգեթերապևտը անելու, հոգեբանը, որ պետք է այցելուի մոտ փորձի ձևավորել բավարար մոտիվացիա միասին աշխատելու համար։ Համոզի մնալու հոգեթերապիայում կամ սկսելու համոզել ոչ, քննարկել թե ինչ կարող է տալ հոգեթերապիան եւ ինչ ունի անելու հենց այցելուն։ Որն է թերապևտի մասը, հոգեբանի որը այցելուի։ Եվ եթե գալիս եք ինչ-որ ընդհանուր կոնսենսուսի, ուրեմն կարելի է նաև սկսել աշխատանքը։ Լավ, այդ դեպքում հիմա կարող եք գոնե մի 3-ից 5 կետով առաջնահերթները նշենք, սահմանել այ ինչ է անում հոգեբանը։ Ինչ կարող է անել հոգեբանը եւ ինչ է adekvat ակնկալել հոգեբանից։ Առաջնային կարևոր ու իրական ակնկալիքներից է, որ հոգեբանը պետք է ունենա անկեղծ ցանկություն օգնելու մարդուն, այսինքն դա ուղղակի ժամ չէ, որ գնում է լրացնում է, ուղղակի տեխնիկաներ չեն, որ անում է հոգեթերապևտը, դա առաջինը հենց մարդու հանդեպ դրական վերաբերմունքն է ու ցանկությունը, որ հենց այս մարդու կյանքում որևէ դրական տեղաշարժ տեղի ունենա։ Այսինքն առաջին հերթին այդ նեղ անձնական, ներքուստ, հումանիստական վերաբերմունքն է, հա։ Լավ։ Իդեպ սա շատ երբեմն բարդ է տարբերակել այցելուի համար։ Հոգեբանները այսպես լուրջ նստում են այցի ժամանակ, փորձում են ոչ շատ էմոցիոնալ լինել, ոչ շատ абստրակտված եւ երբեմն այցելուի համար դժվար է լինում հասկանալի վերջո այդ հոգեբանը անտարբեր է թե ոչ ինձ հաճախ են այսպես գրում գնացի ոչ մի այդպես զգացողություն իմ նկատմամբ չզգացի հոգեբանի կողմից եւ դուրս եկավ այլևս չգնացի այսպես շատ է լինում այստեղ կարևոր է որ այդ հարցերը բարձրաձայնվի հենց հոգեբանի սենյակում քանի որ դա կարող է լինել ինչպես այցելուի սուբյեկտիվ զգացողությունը որ շատ կարևոր է գադաշտ բայց կարող է եւ որոշակի թերացումներ կան նաեւ հոգեբանի կողմից, հա, շատ կարեւոր է որ դա հնչեցվի, որովհետեւ կարող է պարզվել, որ այցելուն ունի նաեւ այլ խնդիրներ, մյուս հարաբերություններում, օրինակ գերուշադրության կարիք, հա, նեյտրալ վերաբերմունքը հաճախ նա կարող է ընկալել, որ ինձ չգոված, ուրեմն դա ինձ վատ է տրամադրված, հա։ Այդպես էլ է պատահում։ Տարբեր կարա լինի այցելուի վերաբերմունքը, սրան շատ կարեւոր է, որ դա հնչեցվի ու հոգեբանի կողմից կարևոր է, որ ինքը ստեղծի այդ դաշտը, որ ամենայն թվում է թե անթույլատրելի հարցերը կան դաշտ ու քննարկման, օրինակ դժգոհություն ունի հոգեբանի, ջղայնություն ունի կամ որևէ ֆրուստրացիայի զգում առաջին հանդիպման հետ կապված, կարևոր է այնքան ապահով լինել այդ հանդիպում ու այդ հարաբերությունը, որ այցելուն չվախենա կիսվել դրա հետ, դրանով հոգեբանի հետ։ Ուրիշ ինչ ակնկալել արդեն ավելի բուն աշխատանքի վերաբերող։ Ակնկալել, որ հոգեբանը կոմպետենտ պետք է լինի այն խնդրի հետ, որի հետ աշխատում է ու կարող է այցելուին ցույց տալ երբեմն շատ խճճված խնդիրները, ավելի բացայել, բարձաբանել, այցելուն ավելի լավ հասկանա իր խնդիրները եւ ցույց տա, թե ինչ ռեսուրսներ կան դրանք լուծելու, դրանք հաղթահարելու, որովհետեւ հաճախ այդ հուսահատությունը ու անուժ լինելու զգացումը գայս է նրանից, որ այցելուն չի հավատում, չի տեսնում, թե ինչով կարող է ինքը լուծել իր խնդիրները։ Այսինքն ակտիվացնի արկա ռեսուրսները եւ փորձեն միասին ստեղծել նորերը, որոնք պակասում են այդ խնդիրը լուծելու համար։ Լավ, կարելի է ակնկալել հոգեբանից արդյոք
անձնական դիտանկյուններ, կարծիքներ, ոչ թե խորհուրդներ եւ ուղղորդումներ, այսինքն արա սա եւ գնա այսպես վարվիր այդ քո խնդրի հետ, այլ ես անձնապես կարծում եմ այսպես կարելի է ակնկալել այսպիսի մտքեր հոգեբանի կողմից, թե սա ասենք անթույլատրելի է։ Ես իդեպ այստեղ շատ հակասական մտքեր եմ միշտ լսում, այդ թվում նաև հոգեբան հոգեթերապևտների կողմից, որ գիտեք, ես էլ մարդ եմ եւ միգուցե նրան հետաքրքիր է իմ անձնական կարծիքը։ Բնականաբար հոգեբանն էլ հոգեթերապևտը մարդ է եւ կարող է ունենալ իր անձնական վերաբերմունքը օրինակ շատ տարբեր հարցերի շուրջ, սկսած օրինակ այցելվա եկել, ով ամուսնական դավաճանության հարցեր ա բերում, ով տարբեր այլ հարցեր ա բերում, որոնք արժեքային համակարգով կարող են բախվել հոգեբանի արժե համակարգին, բայց այս դեպքում եթե դրանք այնքան սուր են բախվում, որ ինքը չի կարող նեյտրալ վերաբերմունք ցուցաբերել ու չքննադատել, որտեղ այդ քննադատությունը միայն բառերը չեն, երբեմն դա կարող լինի ունքի որևէ շարժում, ոտքի կամ ինչ-որ ժեստ մարմնական, որը ոչ վերբալ արտահայտությունն է, որ ինքը քննադատում է տվյալ այցելուն։ Նման դեպքերում պետք է կամ ակտիվ սուպերվիզիաներ, անհատական թերապիա կամ ուղղակի չվերցնել նման քեյսեր, եթե խորը արձագանքում է ու տվյալ խնդրի հանդեպ վերաբերմունքը այնքան սուր է, որ չի կարող չարտահայտել։ Իսկ սովորաբար դա պետք է լինի ավելի նեյտրալ վերաբերմունք, ավելի մասնագիտական վերաբերմունք, այն իմաստով, որ հոգեբանը կարող է տալ տեղեկատվություն կոնկրետ խնդրի շուրջ, խնդրի վերաբերյալ, հոգեկրթություն անել։ Օրինակ հարաբերությունների մասին, բայց որոշել ճիշտ սխալ, ես կարծում եմ, որ ճիշտը սա է, որտեղ նույն ամեն զույգի համար ճիշտը շատ տարբեր կարող է լինել կամ ամեն մարդու համար։ Իսկ եթե խոսքը հստակվեն ասի բռնության, ճնշումների մասին է։ Այդ դեպքում հոգեկրթությունը էլի տրամադրվում է, բայց նույնիսկ այդ դեպքում չի ասվում, որ դու անպայման պետք է բաժանվես։ Այդ դեպքում ասվում է ուղղորդում չի տալիս կյանքի որոշումների, բայց ներկայացվում է թե բռնության ցիկլերը ինչ հետևանքներ կարող են ունենալ մարդու կյանքի երկարաժամկետ ու առողջության համար։ Լավ, հասկանալի է, բարդ է ձեր գործը, ասեմ ձեզ, լսել տարբեր օբյեկտիվորեն օրինակ խնդրահարույց վիճակների մասին եւ այսպես դրանք շղարշել մասնագիտական խոսույթով ու այդպես մատուցել, զսպել անձնական խորհուրդներ չտալ մի խոսքով։ Շատ բարդ է, ես հոգեբան չի կարող լինել, ես դա հասկացա։ Հիմա անցնենք հոգեբուժին, ձեզ հետ զրույցը ուզում եմ հետևյալ հարցով սկսել, որը ստացել եմ որպես նամակ, քնի խանգարման խնդիրների տակ կարող է քողարկված լինել դեպրեսիա։ Այո, այն էլ ոնց չէ, ես ձեր դեմքից գուշակում եմ, այո։ Նույն դեպրեսիան, եթե մենք փորձենք գնահատել, իր ախտանիշների մեջ կարող է մտնել եւ հիպերսոմնիան, այսինքն գերքնկոտությունը եւ ընդհակառակը ինսոմնիան, այսինքն քնի կորուստը, քնի բացակայությունը, սակավությունը, ինսոմնիան շատ մեծ հասկացողություն է հենց սոմնոլոգիայում ու որպես առանձին հիվանդություն հանդես գալուց բացի իրեն կարող է լինել ախտանիշ ու հենց առաջին հերթին դեպրեսիայի արտահայտման ձև որոշ չափով։ Անահիտ, իսկ ձեր սենյակում հայտնվելիս բուժառուն էստեղ արդեն երևի թե adekvat է ասել բուժառու, այլ ոչ թե պարզապես այցելու, քանզի դուք բժիշկ եք, մասնագիտացումը հոգեբուժ։ Ինչպիսին պետք է լինեն ակնկալիքները, այսինքն ինչ է շատ իրատեսական, շատ նորմալ սպասել հոգեբուժից։ Գնահատելու համար ինչ իրական է, պիտի երևի թե քննարկենք այն ակնկալիքները, որոնք իրատեսական չեն, որովհետև այցելուներից շատերը հոգեբուժի մոտ գալիս են մի քիչ վախով, եթե հոգեբանի այցելում են սեփական կամքով կամ հարազատների հորդորով, հոգեբուժի սենյակում կա մի քիչ վախի զգացողություն ու առաջին հերթին այդ վախը արտահայտվում է շատ ուղիղ մտքով, որ այցելուն ունի, ես նորմալ եմ թե ոչ, այսինքն կտրուկ ուզում են ախտորոշում կամ տարբերակում, ես նորմալ եմ թե ոչ, ես ունեմ խնդիր թե ոչ ու առավել եւս լսելով դեղորայքի նշանակման մասին միանգամից մարդը պատկերացնում է ուրեմն ես ունեմ շատ լուրջ խնդիր ուրեմն ես այնպիսի խնդիր ունեմ որ ուղղակի խոսքային թերապիայով հոգեթերապիայով
չի կարելի բուժել անդարձելի վիճակ այլևս արդեն այդ հիվանդության զգացողությունը կա, բայց եւ նույնն է պիտի հասկանանք ու գնահատենք, որ հոգեբուժը այն մասնագետն է, որ գնահատում է վիճակը ու կարող է ասել, որ այս վիճակում ձեզ միայն հոգեթերապիան կարող է օգտակար լինել կամ դեղորայք նշանակել։ Իսկ դուք այդպես անում եք, որովհետև մտավախություն կա, որ եթե հայտնվել եմ հոգեբուժի մոտ, նա արդեն միայն կդիտարկի ինձ իր այդպես օպտիկայի միջից եւ կտեսնի անպայման դեղորայքային խնդիր կամ հոգեկան խանգարման խնդիր եւ դժվար թե նա թերագնահատի, ասի ու գիտեք դուք իմ պացիենտը չեք, գնացեք հոգեբանի մոտ, դուք ուղարկում եք։ Էս շատ լավ հարց է այն տեսանկյունից, որ միշտ քննարկվում է այն հարցը, որ տվյալ խնդիրը կարող է նաև լուծում գտնել հոգեթերապիայով, բայց այս պահին քո կյանքի որակը բարձրացնելու համար կարող ենք նշանակել նաև դեղորայք, որովհետև այսօրվա դիմելույթությունը իհարկե բարձրացել է, բայց կան խնդիրներ, որոնք որ դեղորայքային շատ խիստ լուծումներ չեն պահանջում։ Կարող են թերապիայով արդյունք ստացվել, բայց պացիենտը ասում է ես պատրաստ չեմ թերապիայի գնալ, ես ֆինանսապես պատրաստ չեմ, տարբեր հարցեր կարող են լինել, ու այդ պարագայում իհարկե առաջարկում է դեղորայքային բուժումը որպես ալտերնատիվ միջոց։ Կամ երբեմն հոգեթերապևտներն են ուղղորդում, երբ որ տեսնում են ռեալ ախտանիշեր, որոնք իրենց դաշտից դուրս են, այսինքն մարդը ինչքան էլ դեպրեսիվ է, ինչքան էլ թերապիան արդյունավետ է եւ օգտակար է, ունի ախտանիշներ, որոնք թույլ չեն տալիս այդ բարիերը անցնել ու արդյունք ստանել, այդ դեպքում նույնպես կարող են ուղղորդվել, ստանալ ախտորոշում, բուժում նշանակվի։ Այսինքն հոգեբուժից adekvat է ակնկալել տարբերակիչ, հա, երևի ախտորոշում, սա այնուամենայնիվ հոգեբուժական խնդիր է թե դեռ հոգեբանական, հետո էլ ինչ քայլերը։ Առաջին հերթին տարբերակում, երկրորդը բացատրություն նրա թե խնդրի հետ ոնց կարելի է գործ ունենալ, ինչպես իրեն կարելի է հաղթահարել, առաջարկել տարբերակներ, որոնք կարող են լինել թերապիան, կարող է լինել դեղորայքային բուժումը, կարող է լինել ընդամենը գերհոգնածության համախտանիշ ու հանգստի ինչ որ խորհուրդ կամ ուղղորդել թերապևտիկ բաժանմունք ստուգելու օրինակ վահանաձև գեղձի խնդիրների արկայությունը թե ոչ։ Այսինքն այս պարագայում շատ հաճախ հոգեբուժը այն մարդն է, որ կարող է ուղղորդել, ճիշտ ուղղորդել, բժշկական հարցը քննարկել, թերապիայի արդյունավետությունը քննարկել պացիենտի հետ ու այդ մի քիչ ավելի լայն հնարավորություններ է տալիս հոգեբուժին, քան թերապևտին։ Իսկ կարող է արդյոք հոգեբուժը նշանակել դեղորայքային որևէ բուժում այլևս ոչ մի ավել բան, ասենք հոգեթերապևտի հետ նաև այցեր կամ թերապևտի եւ այսքանով ավարտվի հոգեբուժի հետ աշխատանքը, թե սա այնուամենայնիվ այդպես դեղը տվեց, գնացի տուն, սկսեցի խմել, թե այդպես չի լինում սովորաբար։ Սովորաբար չի լինում, չնայած այդ ակնկալիքը հաճախ լինում է այցելուների մոտ, որ դեղը կտան, ախտորոշումը սկսեն, բայց պիտի դիտարկենք նաև, որ հոգեբուժությունը բժշկության այն ոլորտներից չի, որ առաջին այցով, հա, ձեր թոքերը լսում են, սիրտը հետազոտում են ու ասում են, այս խնդիր ունենք։ Հոգեբուժական գրեթե բոլոր ախտորոշումները պահանջում են որոշակի դիտարկում, այսինքն մենք այցելուներին կանչում ենք մի ամիս հետո, մի քանի ամիս անց դեղորայքը նշանակելուց հետո փոփոխություններն են քննարկում, որ վերջնական են բաղձալի ախտորոշմանը գան, որովհետև առաջին հայացքը ու առաջին ախտանիշերը կարող են ընդամենը ախտանշանային ինչ որ մեզ համախտանիշի մասին խոսել, շատ քիչ են լինում դեպքեր, որ ընդամենը դեղորայք կարելի է նշանակել եւ ուղարկել պացիենտին, բայց ակնկալիքը շատ հաճախ է։ Դա շատ է լինում ակնկալիքը։ Մի այսպիսի հարց, որը մենք ստացել ենք էլի նամակի տեսքով եւ փորձենք հասկանալ ինչ կառաջարկենք։ Հետծնդաբերական հոգեբանական խնդիրների դեպքում դիմել հոգեբանի թե հոգեբուժի։ Այսօր շատ է խոսվում հետծնդաբերական հենց դեպրեսիայի մասին, բայց եկեք ընդունենք, որ բոլոր ծանր հոգեվիճակները ծնդաբերությունից հետո չեն հենց դեպրեսիա։ Եվ այսպես ումից սկսել կնոջ համար։ Եկեք փորձենք, հա, առաջին հերթին հասկանալ, որ հետ ծննդաբերական դեպրեսիան ունի չափորոշիչներ։ Այսինքն, եթե ինքը տևում է 4 շաբաթ եւ ավել ծննդաբերությունից հետո, ունի դեպրեսիային բնորոշ բոլոր գանգատները, որոնք չեն անցնում, հա, խնամքը ապահովելով, ինչ որ աջակցությունը ապահովելով եւ այլն,
այդ միանշանակ ցույցում է դիմել հոգեբուժի հասկանալու նույնիսկ խնդիրը ծանրության աստիճանը, իր կարգավորման մեխանիզմները։ Իհարկե այցելուները շատ դեպքերում հետծննդյան դեպրեսիայի պարագայում խուսափում են հոգեբուժից, որովհետև վախենում են, որ կնշանակվի դեղորայք, հա, կրծքով կերակրմանը կխանգարի իրենց, ինչ որ զգացողություններ կառաջացնի, որ կխանգարի երեխայի հանդեպ խնամքը, բայց առաջին հերթին հասկանալու թե ինչի հետ գործ ունեն, ու արդյոք հենց դա հետծննդաբերական դեպրեսիան է, ինձ թվում է արժի դիմել հոգեբուժի, որը շատ բնականորեն կարող է ձեզ ուղղորդել ընդամենը հոգեթերապիայի, չնշանակելով դեղորայք։ Իսկ լինում է, Սուսաննա, որ ձեզ մոտ կան այս խնդրով եւ դուք կարիք չգտնեք հոգեբուժի եւ հասկանաք, որ օրինակ հոգեթերապիայի շրջանակում շատ լավ կարելի է աշխատել այդ ծննդաբերական խնդիրների հետ։ Ուզում եմ նշեմ ցանկացած խնդիր մի հատ լավ ուսումնասիրելու դեպքում, երբ որ խորանում ենք, թե ինչն է մարդուն բերել հոգեբանի սենյակ, կարող է շատ տարբեր բաներ պարզվել, կարող է պարզվել, որ արդեն գնում է դեպի կլինիկական դաշտ ու ես այդ դեպքում կուղղորդեմ հոգեբուժի մոտ ու մենք համատեղ կհամագործակցենք, իսկ դեպքեր է լինում, որ կարող է օրինակ լինել դերի փոփոխության հետևանք այցելուի ապրումները կնոջ, հա, օրինակ, չգիտեմ, նա կարծես կարիերայից ավելի մի քիչ հեռացած լինի, իր ազատություններն են ավելի սահմանափակվել, սպառվածություն է զգում, հա, եթե դեռ կլինիկական մակարդակի չէ, այդ դեպքում կաշխատենք ինքնախնամքի, իր ապրումների, իր վախերի ու մտքերի հետ եւ կարող է դա արդյունավետ լինել եւս հոգեթերապիան, կախված լրջությունից, հա, իրավիճակի։ Մի շատ կարևոր հարց հոգեբուժին, արդյոք ճիշտ է, որ կարող է մի քանի այց պետք լինել, նախքան կհասնեք վերջնական ախտորոշման, որովհետև մենք գիտենք, որ շատ հոգեբուժական ախտորոշումներ նաև միախառնված են իրար, ունեն ընդհանուր եզրեր, հատման կետեր, երբեմն չունեն, բայց զուգահեռ նկատվում են երկուսը միասին, կամ դժվար է տարբերակել սա դեպրեսիա է, թե օրինակ, չգիտեմ, դեպի շիզոֆրենիա եւ այլն։ Հնարավոր է այսպես, որ երկար այցեր լինեն։ Միանշանակ ոչ միայն հնարավոր է, այլ ցանկալի է մի քանի այց գոնե ունենալ հոգեբուժի հետ, որովհետև ճնշող մեծամասնությունը ունի ակնկալիք։ Ես ունեմ տագնապային խնդիրներ, պանիկ գրոհներ, կգնամ դեղը կտան, բայց այդ պանիկ գրոհը կարող է լինել անձնային խանգարման ինչ-որ արտահայտում, կարող է լինել դեպրեսիվ խանգարման արտահայտում այս պահին եւ այլն։ Ու առաջին այցին բնականաբար այցելուն բուժառուն նշում է այն գանգատները, որոնք այս պահին ակնհայտ են իր համար։ Ու երբեմն անհրաժեշտ է լինում դեղորայք նշանակել մի քիչ այդ առաջնային գանգատները, որ հետ քաշվեն ու տեսնենք մենք դրա տակ ինչ ավելի խորքային խնդիր ունենք, թե չունենք։ Մի դեպքում դա կարող է լինել ուղղակի, հա, տագնապային խանգարում ինչ-որ իրավիճակային, մյուս դեպքում կարող է լինել ինչ-որ անձնային խանգարման հետևանքով առաջացած փոփոխություն, որը որ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու։ Դրա համար ես իմ պացիենտների մեծ մասին ասում եմ, որ մարդը ով ունի մի խնդիր, իրավունք ունի նաև երկրորդն էլ ունենալ։ Իսկ առաջին այցին մենք միայն մակերեսայինն ենք տեսնում։ Լինում է, որ դիմադրություն եք զգում պացիենտի կողմից ամբողջապես բացվելու եւ դա խանգարում է ձեզ օրինակ վերջնական ախտորոշում ստանալ ու դուք զգում եք, որ այդպես կա էլի այդ հարցերին ոչ ամբողջապես պատասխանելը, դիմադրելը, չբացվելը, չվստահելը եւ այլն։ Այո, իհարկե, որովհետեւ մենք ոնց որ նշեցինք, ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում ու խարանի դերը դեռ բավականին մեծ է։ Շատ այցելուներ նույնիսկ խուսափում են այն եզրույթից, որ իրենք հոգեբուժի են այցելել, երբեմն վախով արտահայտում են ինչ-որ մտքեր, որոնք որ միգուցե կարդացել են, որ կարող են տանել դեպի ինչ-որ լուրջ հոգեբուժական ախտորոշումներ ու փորձում են շատ դանդաղ, շատ մանր, ինչ-որ ակնարկների ձևով գալ այդ մտքերին եւ միշտ հարցնում են արդյոք կոնֆիդենցիալ է ամբողջ զրույցը, կարող են իրենց հարազատները այդ զրույցի մասին տեղեկություններ ստանալ եւ այլն, հետո նոր արտահայտում են ինչ որ մտքեր կամ նույնիսկ ավելի լուրջ ախտանիշեր։
Իդեպ լինում է, որ հարազատները, ընտանիքի անդամները, դա կլինի ամուսինը կամ կինը, թե ծնողները եւ այլն, զանգեն ու հարցնեն, այ ինչ է կատարվում ձեր թերապիայում։ Պատմեք մեզ, խնդրում եմ։ Միանշանակ ոչ թե լինում է, այլ շատ հաճախ է լինում, մանավանդ եթե այցելուն մի քիչ ավելի երիտասարդ է, բայց մենք գիտենք, որ բժշկական գաղտնիք է 18 տարեկանից բարձր անձանց առողջական տվյալները փոխանցել երրորդ մարդկանց, որոշակի իհարկե ախտորոշումներ կան, որոնց դեպքում մենք պարտավոր ենք հայտնել կամ զգուշացնել, բայց մեծամասնությունը իհարկե գաղտնի է մեր զրույցի ընթացքում։ Եվ դուք դիմադրում եք այդ։ Այո, իհարկե։ Եվ վերջին հարցը հասցնեմ ուղղել երկուսիդ էլ եւ հոգեբան եւ հոգեբուժ այս պահին կարելի է արդյոք ակնկալել մասնագետից շտկման, բուժման, թերապիայի ժամկետներ։ Այ դիմեն ձեզ, ասեն, լավ, հասկացանք, իմ ախտորոշումը սա է, դեղորայքն էլ սա է, ակնկալում եմ ձեզնից հիմա վերջնաժամկետ։ Եկեք ձեզնից սկսենք։ Թերապիայի տևողությունը իրականում շատ տարբեր կարող է լինել, այցելուից այցելու, խնդրից խնդիր, ու նաև թե ինչքանով է լավ կառուցված թերապևտի ու այցելուի ալյանսը, այսինքն ինչքանով է հենց այդ թերապևտը այդ այցելուի համար ընդունելի ու վստահելի եւ այցելուն ինչքանով է ճկուն փոփոխությունների։ Այս դեպքում սովորաբար հստակ թիվ դժվար է նշել, բայց օրինակ CBT-ում է նշվում, որ որոշակի խնդիրների դեպքում, օրինակ 12-ից 20 հանդիպման ընթացքում արդեն հնարավոր է տեղաշարժեր նկատել, բայց թե ինչքան կտևի, երբեմն կարող է տևել ամիսներ, երբեմն տարի կամ տարիներ, հա, դա կախված է կոնկրետ խնդրից, խնդրի պատմությունից, որքան երկարատև է մարդը այդ խնդրի հետ ապրել ու ռեսուրսներից առկա ներքին, անձի ներքին ռեսուրսներից ու արտաքին, օրինակ ինչքանով է բարենպաստ ընտանիքը աջակցող կամ կարող անենց միջավայր լինի կամ անենց քրոնիկ ստրեսի իրավիճակ լինի, որ անընդհատ ինչքան էլ թերապիան աշխատում է, դրսից այդ ստրեսը քրոնիկ կա այցելուի վրա ազդող։ Ոյ դա ամենաահավորն է լինում, երբ մասնագետը կարծում եմ հասկանում է, որ այդ այցելուի շուրջ բոլորը կամ շատերն ունեն իրենք թերապիայի կարիք։ Բայց միայն այդ մարդն է հասկացել, որ պետք է դիմել մասնագետի։ Իդեպ, ձեր նշած ժամկետները նույնիսկ վերաբերում են CBT-ին, որը ամենաարագ ու էքսպրես մեթոդներից է համարվում, եւ փաստորեն նույնիսկ այդ դեպքում 12-ը լավ թիվ է, որից հետո փոփոխություններ կարող են նկատվել։ Փոփոխություններ կարող են նկատվել, բայց ավելի բազմաշերտ խնդիրների դեպքում շատ ավելի երկարատև կարող է լինել այդ թիվը։ Լավ։ Հոգեբուժից ժամկետներ կարելի է ակնկալել։ Այս դեպքում հոգեբուժը նույնպես մի քիչ ավելի ազատ է, ժամկետներ կարելի է ակնկալել լավացումը տեսնելու, քանի որ մեր ֆունկցիան ավելի կոնկրետ է, դեղորայքային է, մենք գիտենք դեղը ինչպես է ազդում, ազդման մեխանիզմները ու կարող ենք ենթադրել ինչքան ժամանակ հետո ինքը փոփոխություն կնկատի, այո, լավացում կնկատի, որ այսքան սպասելուց հետո մոտավորապես այսքան փոփոխություն կտեսնի կամ գնահատել օրինակ վիճակի, հա, բնույթը, որ այս ախտորոշման պարագայում ստիպված եք լինելու շատ երկար դեղորայք խմել կամ միգուցե ամբողջ կյանքի ընթացքում նման ինչ որ գործիքներ ունենք, բայց երբեմն դեղորայքը որոշվում է, որ ինչ որ ժամանակահատվածում պիտի ընդունեն մարդիկ, բայց կյանքը իր շտկումներն է մտցնում ու մարդը հայտնվում է այնպիսի իրավիճակում, կորուստներ է ունենում եւ այլն ու ֆոնը վատացնում է, որովհետեւ դեղը երբեք չի կարող պայքարել կյանքի իրավիճակների դեմ։ Դեղը օգնում է պացիենտին ավելի լավ զգալ, բայց եթե ինքը ունի էլի հոգեթերապևտիկ պատճառներ, բնականաբար կարող է այդ ընթացքը երկարել։ Չէ՞ որ նաև հոգեբուժությունն այս պահին գտնվում է դեռևս էքսպերիմենտալ փուլում, հա, կարելի է այդպես ասել, որովհետև չկա դեռևս որևէ հետազոտություն, որը օրինակ այդ անալիզը հանձնեցիր, այն ցույց է տալիս, թե դու ինչի նկատմամբ ես զգայուն, ինչպես հակաբիոտիկների դեպքում եւ վերջս տակ աշխատելու է։ Ունեք ինչ-որ բան ասելու այստեղ։ Այո։ Ես օրինակ ունեցել եմ այցելուներ, ովքեր հոգեբուժությունը դիտարկելով որպես բժշկական
դիսցիպլինա, ասում են, իսկ ինչ անալիզով եք որոշում, իսկ ոնց հասկացաք, իսկ ինչ չափ ենք, գլուխը նկարենք թե ոչ, ինչ կտեսնենք, որ դուք ենթադրեցիք, որ ես ունեմ այս ախտորոշումը։ Այդ առումով իհարկե հոգեբուժությունը, այո։ Շնորհակալություն, մենք զրուցեցինք հոգեբուժ Անահիտ Դարաբյանի ներողություն եւ հոգեբան Սուսաննա Մելքոնյանի հետ։ Շատ հետաքրքիր էր, եւս կես ժամ կարող ենք խոսել, կարծում եմ, բայց հաղորդումն ավարտվեց այս պահին։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։